Արմավիրի մարզի սահմանամերձ Ջրառատ գյուղն իր խնդիրներով չի տարբերվում մյուս գյուղերից։ Գյուղամիջում ոչ ոք չկա, իսկ գյուղ տանող ճանապարհին գյուղացիներ շատ կան։ Առավոտ վաղ հավաքն իրականացրել ու հիմա ճամփեզրին նստած փորձում են դրա վաճառքն իրականացնել։ Տիկինն ում հետ հենց առաջինը զրուցեցինք, չցանկացավ անունն ասել, շատ էր սրտնեղել, օրը ճաշ էր դարձել, բայց վաճառքի հանած ապրանքին դեռ ոչ մի գնորդ չէր մոտեցել։ 100 ասում ենք, 170, ոնց չեն հարցնում, որ խոսքի հարմարվես։ Հարմարվենք, դες չի որ դրանք տելեֆոնը փակենք ու всё։ Զրուցակիցս շատ մտահոգված էր, ասաց, եթե խոսեմ, շատ կոպիտ խոսքեր կօգտագործեմ։ Ապրելակերպից էր դժգոհում, դժվարությունները հաղթահարել չէր կարողանում։ Մի քիչ կոպիտ է, բայց էշություն է։ Էսի ոչ կյանքա, ոչ ապրելա, ոչ մնալու տեղա, կուշտ ենք։ Այս տարի հողամասի գերակշռ մասը տիկինը պղպեղ էր ցանել, գյուղատնտեսական տարվա սկզբում ուրախացել էր, պղպեղի բերքատվությունը բարձր էր, իսկ ավելի ուշ հասկացել էր, բնությունն է անգամ երես թեքել գյուղացուց։ Էսի վիճակ չի, ոչ ինչ դրել ենք, ինչ դու նայ էս ինչքան են քաղե թափել։ Արևն է, բնության հետ էլ չես կարա։ Դրել են կարկուտնեկով, ծեծկեց, թփերը փչացրեց։ Հետո ուժեղ անձրև եղավ, կհիշեք։ Ջուրը եկավ, այն արվեց, այս ամբողջ հողերս լցվեց։ Մի հատ ջուրը տենց տարավ։ Հիմա էլ այնքան շոկ է, ահա որ շոկ է։ Բույսը չի դիմանում շոկի։ Ում բողոքես ինչ ասես։ Ելք չկա, ոչ աշխատանք կա։ Այսքան որ հողի վրա ենք աշխատել, բերե հասցրես այսքան, որտեղ էլ աշխատեմ, վերջում ամսվա կստանանք, ոչ թոշակ ունենք, ոչ աշխատավարձ ունենք։ Սրա հույսինա ոչ մի ելք չկա, չես վարկերք ունենակ։ Կահլը գյուղ մտի, գյուղ, մեղք են ժողովուրդը, մեղք, հնար չկա։ Ջրառատում արտագաղթի ծավալներն են մեծանում, գյուղից բոլոր երիտասարդներն են արտերկիր մեկնելու ճանապարհ փնտրում։ Զրուցակիցս նույնպես մտահոգված էր, եթե տարբերակ լիներ, 3 տղաներից գոնե մեկին երկրից դուրս կճանապարհեր։ Երանի մի դուռ բացվի 3 տղա էլ ես ունեմ, հողերի մեջ քաշ են գալի, հնար չկա։ Մի դուռ բացվի, իրանք էլ գոնե տանից մեկը պիտի դուրս գա, էլի ոչինչ չենք ասում, ես իմ ինչ ձևի ապրենք, չէ։ Այսինքն ով դրսում մարդ չունի, ավելի ծանր է։ Շատ։ Տիկինի հետ համամիտ են համագյուղացիները Սուրեն Քոչարյանը մեծ ցավ է ապրում, երբ Ջրառատի 2800 բնակչից անգամ կեսին գյուղում չի տեսնում։ Այդքան կար, բայց հիմա դրա կեսն չի մնացել։ Ինչի գնացել են դուրս։ Ընտանիքներով են գնում, թե մենակ։ Ով որ հնարավորություն ունի ընտանիքներով են գնում, ով որ չէ, ասենք թե տանից մի հոգի, 2 հոգի։ Որ առաջներում էս գյուղից մի հոգի մարդ դուրս չի եկել, լավ հարուստ գյուղ է եղել էս գյուղը։ Չնայած Ջրառատը հայ-թուրքական սահմանի հարևանությամբ է գտնվում, բայց սահմանի ներսում ջրառատցիները մշակելի հողատարածքներ չունեն։ Այսքանով նրանք համարում են, որ իրենց բախտը այս հարցում բերել է։ Սա սահմանը ստեղից որ նայես 500 մետր է։ Սուրեն Քոչարյանն այս տարի սեխի մշակությամբ է զբաղվել, առայժմ բերքի իրացման խնդրի առաջ չի կանգնել։ Բանջարաբուծական տենց կուլտուրաներ, պամիդոր են կաշեցնում, բադրջան, վարում, այս սեխը, ձմերուկը։ Նորմալ ծախվում է։ Մինչև հիմա այո։ Ոչինչ հիմա գնել։ Հիմա էլ չի ծախվում։ Չէ, մինչև տվյալ պահին գները լավ է, մատչել է, ուղղակի մի քիչ էս եմիշը որակը լավ չեն կարողանում մի քիչ հարմար գնով ծախենք։ Վնասվածները, փչացածները մեջ շատ է։ Ջրառատում էլ կարկուտը գյուղացիների բերքը չի խնայել, մայիսի 12-ի կարկուտի հետևանքով այստեղ գյուղացիական տնտեսությունները մեծ վնաս են կրել։ Որ էլի այդ ժամանակով որ ասենք թե ցելոֆանները վրայից վերցրել էր, դրանց համարյա մի 70-90% դառը կարելի ասել։ Վարկերի թեման այստեղ էլ արդիական է, ըստ Քոչարյանի չկա միտում, որ վարկ չունենա կամ վարկը մարելու խնդիր չունենա։ Գյուղի 80, ով որ դրսում մարդ չունի, ով որ տեղում աշխատում է հողի վրա, ահա որ վարկերի տակ։ Ջրառատ գյուղի անունը պատահական չի ընտրվել, ջուրն այստեղ շատ առատ է եղել, անունը չի փոխվել, բայց ջրամատակարարման կարգն է փոխվել։ Հիմա անունն ու երևույթը չեն համընկնում միմյանց հետ։ Առաջ ջուրը մեր մոտ շատ առատ էր, ըստ պահանջի, բայց հիմա
արդեն ամեն ինչը վերացել է։ Ռոռոկման Չկա։ ջրի խնդիր կա։ Ռոռոկման ջրի ահավոր սարսափել է, ահավոր, որ առաջ ըստ պահանջի ռոռոկման ջուր ենք ունեցել, բայց հիմա ռոռոկումը պետության կողմից չկա։ Գումարներ ենք ծախսում, խորեր ենք խփում, հոսանք ենք քաշում, բենզինով մատորներ ենք առնում, որ դնենք մի 2-3 հազար մետր հող մշակենք, որ գոյատևենք։ Խմելու ջուր կա, բայց չի կարելի ասել խնդիր չկա։ Սուրեն Քոչարյանը նկատում է տարեց տարի խմելու ջրի ճնշումն ընկնում է։ Աղբյուրները սախ ցամաքել է, էլի նստել է այս լճերը, որ սարքեցին, իշխանը բազմացրեցին, այս մեր խմելու ջուրը տենց շահավոր վատացա։ Նստա, բոլոր աղբյուրները նստա, մի ստիված մատոր ենք դրել, հոսանքին փող ենք տալի, որ խմելու ջուր ունենանք։ Ճանապարհների վիճակն ամենաշատն է անհանգստացնում գյուղացիներին։ Ճանապարհի անմխիթար վիճակի պատճառով շտապ օգնությունն անգամ գյուղ չի գալիս։ Տաքսիները նույնպես հրաժարվում են գյուղ մտնել։ Սա գյուղից հիմնական ավտոճանապարհից Մայրուղից, որը գնում է Մարկարը։ Այդտեղից մեր գյուղը ահա որ գալ չի նում, զանգում է սկորին չի գալի։ Տաքսի չի մտնում այս գյուղը։ Դաժե մարզպետն էլ գարնանը եկավ, բողոքեցինք էլի, ասենք ոչ մի բան չենք ընտրում։ Գոնե այս 2 կիլոմետրանոց ճանապարհը վերանորոգենք։ Հիմնական ճանապարհն է էլի գյուղը կապող Մայրուղու հետ։ 2 կիլոմետր, 2 կիլոմետր ու կես է էլի, իրանց ինչ ա ներկայացնում։ Գոնե այդ վերանորոգենք, սկորին գա մտնի այս գյուղը։ Ծրագրի մեջ չկա, չգիտենք, հələ տեսնենք, կանենք թե չի։ Մարզպետի պատասխանը։ Խնդիրները շատ են, դրանց լուծման տարբերակները քիչ գյուղացին անուշադրության է մատնված, ասում է Քոչարյանն ու նկատում մարդիկ լքում են գյուղը, իսկ առագիլները բազմանում եւ իրենց բույնը մեծացնում։ Սուրեն Քոչարյանին առագիլներն են մի փոքր լավատեսություններ շնչում, ասում է զգայուն թռչուն են, եթե հաստատվել ու մնացել են ջրառատում, ուրեմն ամեն ինչ այնքան էլ կորած չէ։